Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, քաղաքական ուժերը քիչ-քիչ արդեն ներկայանում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, գրանցվում եւ ներկայացնում իրենց առաջին համենայն դեպս տասնյակները կամ եռյակները։ Այսօր Հանրապետություն կուսակցությունը ներկայացրեց իր առաջին 30 համարներին, Հանուն Հանրապետության կուսակցությունը ներկայացրեց իր առաջին 3 համարներին, բայց ընդդիմության դաշտում դեռևս աղոտ է խառնա իբր, որովհետև այս ամեն ինչը գալիս է նրանից, այն խորհրդարանական ընդդիմության կամ ռուսամետ ուժերի մասին է խոսքը, որ իրենք անգամ իրենց կուսակցության ներսում համակարգված չեն աշխատում։ Գոյություն ունի խանդ մեկը մյուսի հանդեպ, գոյություն ունի, չգիտեմ, այն վայրենի ինչ-որ մի բան, որ ամեն մեկ ուզում է ոժդե ինքը լինի։ Այն հենց այդ բաներն են, որ ասում ենք, որ համակարգ բառը ռուսամետ ուժերի նույն Ռուսաստանը, նույն պոստսովետական երկրները առհասարակ, որովհետև մեր մեջ միշտ դրված է եղել, որ պիտի առաջնորդ։ Սա պետական համակարգի մասին չի։ Այ մենք շատ ենք այդ օրինակը բերում, ասում ենք օրինակ, Միացյալ Նահանգներում, եթե Թրամփին հանես, տեղը դնես այս բաժակը ջրով լի, այդ պետությունը կկառավարվի, որովհետև համակարգերն են աշխատում։ Հասկանում եք, իհարկե երկրի ղեկավարը ունենում է իր պրիորիտետները, իր առաջնահերթությունները, ունենում է իր ծրագրերը, ուղղվածությունը եւ այլն, բայց պետական համակարգերն են իրականացնում եւ աշխատում։ Իսկ կամ Եվրոպայում այդ թվում, իսկ արդեն հետ սովետական երկրներում առաջնորդային սիստեմն է, այսինքն կախված է նրանից, թե ով է առաջնորդը, ղեկավարը, չգիտեմ, բռնապետը, եւ մնացած համակարգերը պիտի ենթարկվեն իրեն։ Հայաստանում նոր մենք նկատում ենք վերջին շատ կարճ տարիներին, դա երկար process է իմիջայլոց, այս կաղապարված պատկերացումը փոխելու, բայց մենք նոր սկսում ենք նկատել ինստիտուտների կայացումը, այսինքն համակարգերի կայացումը։ Դրանք շատ դժվարությամբ են տեղի ունենում, որովհետև այդ համակարգերում աշխատում են մեզ նման մարդիկ, ովքեր նույնպես այն դաստիարակությամբ են եղել։ Ու հիմա պիտի որոշակիորեն փոփոխվեն ու այդ իրար չհասկանալու պահի տակ, համագործակցությամբ որոշ եզրեր փնտրտուքների մեջ են, ինչպես անել, մեկը մյուսի հետ ոնց պիտի, որովհետև երբեք դա չի եղել։ Բայց պետություն հենց դա է նշանակում, որ ինստիտուտներ գոյություն ունեն ու դրանք աշխատում են ամեն մեկ իր առաջնահերթություններով եւ զուգահեռաբար համագործակցելով միմյանց հետ։ Այ դա է պատճառը մշտապես եղել, հատկապես վերջին տարիներին, որ այս ընդդիմություն կոչվածը չի տարբերել, երբ է ինքը թիրախավորում քաղաքական իշխանությանը, ղեկավարությանը եւ երբ է թիրախավորում պետությանը, որովհետեւ առհասարակ պետություն ասվածը նրանց ներսում չկա։ Իրենց մոտ այսպես է, եթե դու ես ղեկավարը, ուրեմն պետությունը քոնն է, ոչ թե պետությունը դու ես, այլ պետությունը քոնն է։ Իրենք այդպես են գործել, իրենցն է եղել պետությունը։ Իսկ ինչը չես ասի այս պարագայում, եւ քանի որ իրենցն է եղել պետությունը, այսինքն այն որ քոննայով է եղել, իրենք այնքան էլ չեն հասկանում, ինչ է նշանակում, երբ քաղաքացին ներկայանում է իր իրավունքներով, երբ քաղաքացին համաձայն չի, կամ ինչ է նշանակում, որ ոստիկանը գա իրենց ձերբակալի, եթե ոստիկանը եկել է ձերբակալելու, ուրեմն քաղաքական իշխանության հրահանգով է եկել, եթե նրանց եկել են ստուգելու ընտրակաշառքը բռնել են, ուրեմն իշխանություններն են հրահանգել, գիտեք, հրահանգելու բան չկա, այդ ինստիտուտը սկսում է աշխատել ինքնուրույն։ Այո, կլինեն իշխանությունները որոշակի ռազմավարական ծրագրեր կունենան, ուղղվածություն կներկայացնեն աշխատանքային, բայց կներեք, այդ ինստիտուտները աշխատում են ինքնուրույն։ Եվ դա շատ լավ է։ Հիմա նրանց թիրախավորումից հատվածներ, այս վերջին տարիներին նրանք անընդհատ փորձել են դեմոնիզացնել իշխանություններին, ղեկավարությանը եւ այլն, ու դեմոնիզացնելու process-ի մեջ շատ հետաքրքիր մարտավարություն էին ընտրել, դա բազմիցս ներկայացրել ենք ձեզ, հիմա հստակ օրինակներով կներկայացնենք։
հետաքրքիր ռազմավարություն էին ընտրել, համ եղում էին, համ դեղում էին, այսինքն մի կողմից ասում են ինչի են էս ինչ բան անում, մի կողմից աղմկում են վայ տեսեք էս ինչ բանն են անում, ակցիանի մեջ էին փորձում պայել, օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքիր գրառում էր արել մի քանի բան համեմատելով իհարկե այստեղ ամբողջը չի Ուրեմն ինչու է ընդդիմությունը գանձ մի քանի թեզեր քննարկենք ներքևում որոնք հիշեցնում են ընդդիմության թևերը իբր մեղադրելով իշխանությանը բայց ուղղակիորեն հերկում են իրար Միշտ նրանք կկողմնորոշվեն, եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսին։ Պայմանական այդ խմբերին անվանենք ընդդիմություն եւ ընդդիմություն։ Այսինքն այս թեմայի շրջանակներում երկու ընդդիմություն համ իրար են ընդդիմություն իբր խաղում, համ հակասելով իրար քննադատում են իշխանությանը։ Հակասելով, տեսեք։ Մեկը ասում է, իշխանությունը փակում է սահմանամերձ գյուղերի դպրոցները, դուրս է եկել, ճղում է իրան եւ այլն եւ այլն։ Ասում ես լավ, գուցե սա ընդդիմության տեսակետն է։ Մեկ էլ հայտ այն մյուսը ընդ որում նույն թիմից կարա լինի։ Մեկ էլ տեսնում ես հաջորդ կայքով արդեն մեղադրում են ինչով։ Իշխանությունն անիմաստ փող է ծախսում գյուղերում դպրոց կառուցելով։ Այսինքն ստեղծում են մի իրավիճակ, այստեղ ասում է փակում են սահմանամերձ դպրոցները, այս էլեկտորատը նայեց, մի հատ ցած սարսափեց, մի հատ բան, այս մյուսը եկավ, անիմաստ փող են ծախսում սրա վրա, բան Խառնեցին էլի մարդուն, լավ, վերջը որն էր ճիշտը։ Հասկանում եք, իսկ մեկնաբանություններին շատ քաղաքացիներ կարող են ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք ցած գալիս, անցնում են ու ստեղծում են տրամադրություններ։ Կամ, օրինակ, մի կողմից ասում են իշխանությունը դատարկում է գյուղերը, մյուս կողմից ասում են 16 միլիոնի ծրագիրն ընտրակաշարք է գյուղացուն։ Հիմա 16 միլիոնի ծրագիրը իրականացնեն, թե չէ։ Չկա Այդ բանը իրանց գործը քաղաքական երկխոսության մեջ մտնելը չի, իրանց գործը քաղաքացուն անկայունություն անընդհատ բանանելն է, կերակրելն է։ Միլիոնավոր պարգևավճար եք ստանում, թոշակը 3000-ով չեն բարձրացնում։ Սա մի կողմից են ասում։ Մյուս կողմից թոշակը 10000-ով ավելացնելն ամենասխալ բանն էր։ Մի տնտեսագետ չկար հարցնեին։ Իշխանությունը վախեր ունի։ Մի կողմից ասում են, մյուս կողմից ասում են իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում։ Կողմնորոշվեք ընդդիմություն։ Մի կողմից ասում են իշխանությունը պատերազմ է բերել, մյուս կողմից ինչու կանգնեցրիք պատերազմը։ Մի կողմից փչացրել եք ՌԴՀ-ի հետ հարաբերությունները, մյուս կողմից ամենաշատը այս իշխանության օրոք ենք կախված ՌԴՀ-ից։ Իմիջիալոց է Քոչարյանը մեկն է ասում, մեկն է ասում։ Մի կողմից թրիպը չարիք է շահերի հարթման կետ, մյուսը թրիպը պիտի ավելի երկարացնենք, շատ երկրներ ներգրավենք։ Կողմնորոշվեք։ Գերիներին հերոսների պես են ընդունում, պիտի դատել, մյուս կողմից գերիներին կամ էստեղ են դատում, կամ Բաքվում։ Կամ ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ամենաարագ զարգացող տնտեսությունն ունի, մյուս կողմից պետք է փրկել ՀՀ տնտեսությունը։ Ընդ որում ասում են, կրկնում եմ, նույն քաղաքական ուժը երկու թեզն էլ ասում է։ Մի կողմից այս իշխանությունն ուզում է փոխել սահմանադրությունն Ալիևի պահանջով, մյուս կողմից այս սահմանադրությունը խայտարակություն է, պետք է փոխվի։ Ասում հա, պիտի փոխվի։ Հա, Ալիևի պահանջով եք փոխում, տղեր, կողմնորոշվեք։ Մեկը բանակը քանդել են, զենք չեն գնում։ Մյուսից, սրանք մեր զենքերն ուզում են Ալիևին ցույց տալ, զորահանդես են անում։ Հիմի զենք ունենք, թե չունենք։ Մի կողմից ասում են, մարդիկ փող չունեն գնան բժշկի, մահանում են, մյուս կողմ դրա համար են քննադատում, մյուս կողմից քննադատում են հետևյալում, ում է պետք ապահովագրությունը բժիշկները հոգնում են։ Մի կողմից բիզնեսը խաղաղություն է սիրում, ստաբիլություն, ներդրում չկա։ Մյուս կողմից ում է պետք այս խաղաղությունը։ Քանդում են մեր լեզուն ու եկեղեցին։ Լսել եք, չէ՞։ Ինչեր է քանդում իբր այս իշխանությունը։ Մյուս կողմից ինչ են ասում։
Ռուսերենը պիտի պետական լեզվի ստատուս ունենա, ով ասաց եկեղեցում խնդիր չկա, սրանք ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը։ Մի կողմից չի կարող քաղաքական լուրջ գործիչ, մի կողմից ասում են սրանք ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը, մյուս կողմից չի կարող քաղաքական լուրջ գործիչը չմտածի սահմանը բացելու մասին։ Համ ասում են սահմանը պիտի բացվի, համ ասում են, սրանք Թուրքիայի հետ սահմանն են բացում։ Իշխանությունը վախեցրել է բոլորին, ուր են մեր մտավորականները, հոգևորականները, սպորտսմենները։ Հենց այս մարդիկ կհայտնվեն, ասում են, սրանց օրոք հոգևորականը, մտավորականը, սպորտսմենը զբաղվում են քաղաքականությամբ։ Կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, չդիմեք Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու համար, փոխհատուցում չեք ստանա, սաս բաներ են խաբում։ Մյուս կողմից այս իշխանությունը Լեռնային Ղարաբաղի տեղահանվածներին քաղաքացիություն չեն տալիս, որ չքվյարկեն։ Այսպես շարքը կարելի է անվերջ թվել։ Եվ այս ամենի վկան, այս նմանատիպ խոսակցությունների վկան մենք բոլորս ենք եղել։ Մենք բոլորս։ Մենք նույն մարդը, այս ինչ TV-ով խոսում է, գիտեք, տեսլավ խոսք կա, կարծեմ մեջ բերել է այդ խոսքի մասին, ասում է մի քաղաքական գործիչ, մյուս քաղաքական գործչին հարցնում ասում է կարող է իմանաս, այս ինչ է կատարվում, ասում է նստի պատմեմ, չէ ասում է, այդ պատմել է, ես էլ քեզ կարամ պատմեմ, դու ինձ ասա, այս ինչ է կատարվում, հիմա սրանցն է, եկա որ պատմեն, սենց վայպը բռնում են, որտեղ որն է ուտվում, էլի, ստեղ բողոքում են, այս ինչ բանից, ստեղ բողոքում են, այս ինչ բանից, իրանք թողնես, բան ու գործ չունենաս, գնաս, նստես Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթին, այն է առագած լեռան գագաթին, նայես սրանք ինչ են խոսում ու մուղան բռնես վրեկներին, լուրջ եմ ասում, հումորի վերածես, պարզապես հումորից սիրտը չեն թողել, էլի, որովհետև կարելի կլիներ իհարկե հումորի վերածել, եթե նրանք նույն ջանասիրությամբ ու նույն մեխանիզմերով չշահարկեին զոհվածների ընտանիքներին ու նրանց հույզերը, չշահարկեին հերոս տղերքի անունները, չշահարկեին Եռաբլուրը եւ այլն, եւ չշահարկեին Արցախը, Արցախի հարցը եւ այլն եւ այսպես շարունակ։ Մնացած թեմաներով կարելի էր անընդհատ հումոր, անեկդոտներ հյուսել, թե որքան խառն են խոսում, որտեղ ինչը ուտվի, էլի, ինչից կարան բողոք են, կապ չունի, ինքը երեք ինչից էր, այս սա գաղափարական արժեհամակարգի բացակայության մասին է, որովհետև իրանք չգիտեն իրենք ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները, որոնք են իրենց ձգտումները, օրինակ, հեսա առաջիկայում ապրիլի 24-ն է, բնական է, ջայերով երթ են անելու, իմիջայլոց ասեմ, մեկը ես բնականաբար չեմ մասնակցելու ջայերով երթին, որովհետև այդ պրոյեկտը դաշնակցության պրոյեկտն է եւ դաշնակները հետո դա դարձնում են իրենց քաղաքական որպես բան, էլի, որ տեսեք մենք ինչեր ենք կազմակերպում, ջայելությունը մարդիկ մեր կողմն են։ Սա մեկ։ Երկրորդ ես դրա գաղափարը չեմ հասկանում։ Ջայերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, ես դա չեմ հասկանում, ես լուսաբացին ապրիլի 24-ին իմ հարգանքի տուրքն եմ մատուցում, բավականին հայեցի, առանց ավելորդ վայրենի բաների, գնում եմ ինձ համար, խոնարհվում եմ զոհերի հիշատակի առաջ, որտեղ որ իմ նախնիներն էլ են, ասենք նրանց հիշատակն էլ ներառվում այդ ամենի մեջ, շատ զուսպ, շատ լռելի այն, հաշիվ եմ տալիս ինքս ինձ մեջ, մտածում եմ ինքս ինձ համար եւ կարծում եմ, որ որպեսզի դա չկրկնվի, պետք է մենք մեր պետությունը հզորացնենք եւ ոչ թե մտնենք միութենականությունների մեջ, ինչի արդյունքում այն նման դրսեւորումներ են լինում։ Ասենք, երբ որ մենք եղել ենք Պարսկաստանի տիրապետության տակ, ինչ ցեղասպանական դրսեւորումներ չեն եղել, բնականաբար եղել են։ Երբ որ մենք եղել ենք ռուսական կայսրության կամ սովետական միության ժամանակ, ինչ ցեղասպանություն չէր 37 թիվը, ինչ էր, կամ դրանից հետո Են որ ազգի դավաճան կարային հանեին ուղարկեին Սիբիր մասսայական վագոններով, դա ցեղասպանական դրսևորում չէր, բա ինչ էր։ Նույնը Օսմանյան կայսրությունում, նույնը ցանկացած կայսրության ներսում։ Ես այդ համոզումունքին եմ, որ որպեսի
նման բաներ չկրկնվեն, պիտի քաղաքացին ունենա իր պետությունը եւ իր պետությունը պիտի ամրացնի, ոչ թե իր պետությունից գողանա, հասկանում եք։ Դա իր պետությունից գողանալ նշանակում է իր անվտանգությունից գողանալ, իր սերունդների անվտանգությունից եւ ինքնությունից գողանալ։ Ես այս մտորումներով շրջում եմ մշտապես ու ավելի ամեն անգամ ավելի խորն եմ գնում, ավելի մանրանում եմ եւ այլն թեմաների մեջ։ Հիմա ջայրով երթ են անելու։ Ինչ են դրել անունը, պահելով ազգային ինքնությունը։ Սա ինձ համար տարօրինակ մտածելակերպ է ու վաղուց հնացած բան, միտք, ասեմ ինչու։ Ես կարծում եմ, որ եւ սրա մասին շատ եմ ասել, մի քանի տարի անընդհատ հենց դա էլ ասում եմ, որ ազգային ինքնությունը պահպանելու միակ երաշխավորը քո ազգային պետությունը ունենալն է։ Եթե դու ունես քո պետությունը, դու մեծամասամբ ապահովել ես քո ազգային ինքնության հարատևությունը։ Եվ այդ պետությունդ որքան ամրանում ես, այնքան առավել հարատև է դառնում քո ազգային ինքնությունը։ Չի կարող քո ազգային ինքնությունը հարատևի որևիցե միութենականության շրջանակներում։ Հիմա, եթե ես ունեմ Հայաստանի Հանրապետություն, եթե ես զբաղված եմ իմ պետությունը ամեն օր ավելի ամրապնդելով, որպես քաղաքացի, իմ գործունեությունը գուցե մի կաթիլ է մի մեծ օվկիանոսում, բայց այդ կաթիլը պետքա լինի, որովհետև մեծ հաշվով կաթիլներից է բաղկացած ցանկացած օվկիանոս։ Ես իմ բաժին կաթիլը ներդնում եմ այդտեղ, ամրացնում եմ իմ պետությունը, պետական գաղափարախոսությունը, այսքան, բայց ես դա անում եմ։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, ասենք ինչ կնշանակի այդ պարագայում պահել քո պետության, գիտեք ինչ, պահել ազգային ինքնություն, թող մտածեն օրինակ Ռուսաստանը բնակ հայերը, որովհետև իրանք ուրիշ երկրում են ապրում եւ խնդիր ունեն, եթե ունեն ցանկություն իհարկե կամ սեր իրենց ազգային պատկանելության հանդեպ կամ հարգանք, ովքեր որ ունեն, որովհետև շատերը ունեն այդ հարգանք իրենց ազգային պատկան, այնտեղ ունեն խնդիր պահել իրենց ազգային ինքնությունը։ Չնայած ազգային ինքնությունը պահելու միակ միջոցը վերադառնալն է պետություն, սեփական պետություն, հայերի պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ խոսքը միայն Ռուսաստանի հայության մասին չի, բնականաբար։ Միացյալ Նահանգների հայությունը։ Միացյալ Նահանգներում, այո, ունի ազգային ինքնությունը պահելու խնդիր, որպեսզի չծածվի այդ բանի մեջ, չլուծվի, չգնա։ Չնայած շատ բարդ է դա ասել է, որովհետև երիտասարդները արդեն դեռև ուրիշ բանով են զբաղված, մեծամասամբ։ Դրա համար գոյություն ունեն համայնքները, դրա համար կայանում են դպրոցներ, դրա համար կա եկեղեցին, բայց ինչ քարոզ է գնում այս ամեն ինչով։ Այս սրանք մեխանիզմներ են քո հայկականությունը պահելու, օքեյ։ Եթե սովետի ժամանակ էին մարդիկ հեռանում, փախնում ավելի ճիշտ բանից, սովետական միությունից, դա հասկանալի էր, փախնում էին, որ փրկվեին, որովհետև այլախոհների չէին ընդունում այստեղ կամ առհասարակ կյանքը այնպեսինը չէր, այնպեսի ընթացք չուներ կամ այնպեսի զարգացում չուներ, որ կարելի լիներ մնալ։ Եվ այնտեղ պետք էր այդ քարոզը լիներ, որպեսզի պահպանեին իրենց հայ լինելը մինչև Չէ, դա որոշակի ժամանակ կարա տևի, ասենք, մինչև օրինակ մեր պետությունը լինի անկախ։ Հիմա մենք ունենք անկախ պետականություն։ Ինչու համայնքներում, արտերկրի համայնքներում, համայնքների կազմակերպիչների ղեկավարությամբ, ամենայն հարգանքով նրանց մեծ մասը իմ ընկերներն են, եկեղեցականների ղեկավարությամբ չի քարոզվում սեփական պետություն վերադառնալը, որովհետև ազգային ինքնությունը կկորի այդտեղ, իրանք իշքան ուզում են լավ աշխատեն։ 2-3 սերունդ, 4 սերունդ ու վերջ։ Ու վերջ։ Իսկ մեր պետությունը ապահովում է քո ազգային ինքնությունն ու հարատևությունը։ Միակ վայրը, որտեղ դու կարող ես քո ազգային ինքնությունը պահպանել, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա Եթե տրամաբանությունը սա է, իսկ այլ տրամաբանություն կարծես թե չկա, ապա ինչին սա պետք,
Հայաստանի Հանրապետության ներսում պահպանել ազգային ինքնություն ու դուրս գալ ինչ-որ ջահերով երթի անունն էլ դրել, այն էլ դաշնակները որոշեն, թե ես ոնց իմ ազգային ինքնությունը դրսևորեմ։ Այս տրամաբանությունը ինձ համար ընկալելի չի, այդ պատճառով ոչ մասնակցել եմ, ոչ էլ մասնակցելու եմ։ Բայց քանի որ առաջիկայում էլ ընտրություններ են, բնականաբար սրա տակ քաղաքական ենթատեքստը կա, ինչին արդեն կանդրադառնանք կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այնպես որ այս ամեն ինչը ես համարում եմ կեղծ կատեգորիա, կեղծ եւ դեգրադացրած կատեգորիա, որով որ փորձ է արվում մեր զգայունական դաշտի վրա աշխատելով պահել քաղաքական որոշակի կեղծ թեզերի տիրույթում։ Դրոշն այրելու բնականաբար։ Այ բա որ ասում ենք մի կողմից ասում եք հարաբերություններ, մի կողմից Քոչարյան Ռոբերտը ասում է մենք էլ ենք պատրաստ եղել ճանապարհ բացելու, չէ, Օսկանյանով, բանով, անգամ հայկական լոբինգի վրա են ազդել Միացյալ Նահանգներում, որպեսի սենատորների վրա աշխատեն, որ սենատորները ցեղասպանությունը չճանաչեն, դա եղել է պայման, որ Թուրքիան բացի սահմանները, չէ։ Բա հիմա ո՞նց եք գնալու։ Հիմա էլ երբ որ ձեզ ասում են դուք պատերազմի եռագլուխ բանն եք, ներկայացուցիչներն եք, խառնվում եք իրար, ո՞նց էս ինչ եք ասում, կներեք, իսկ դա ի՞նչ է նշանակում։ Ինչ է նշանակում Թուրքիայի Հանրապետության դրոշ վառելը։ Կներեք, Թուրքիայի Հանրապետությունը։ Տեսեք դուք ինչքան բան խեղում եք, էլի։ Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի ժողովրդի հանդեպ ցեղասպանություն արել է։ Թուրքիայի Հանրապետությունը։ Իմիջիայլոց դաշնակցականները, երբ որ առաջին հանրապետությունը ստեղծում էին, Թուրքիայի Հանրապետության, ես չեմ ասում Օսմանյան Թուրքիան, Օսմանյան կայսրություն, ես ասում եմ Թուրքիայի Հանրապետությունը։ Ստեղ չսվաղեմ ոչ ոք ոչ մի բան։ Բանը, երբ առաջին հանրապետությունը ստեղծվում էր, ռազմավարական ծրագիր էր Թուրքիայի Հանրապետության հետ անգամ եղբայրական բառնեիք օգտագործել, հարաբերություններ կարգավորելը, եւ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Կարող ենք այստեղ այլ կերպ հարցադրում անել։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում քանի դպրոց կա հայկական գործող, քանի հայկական թերթ կա, կար, ամսագիր։ Իսկ Օսմանյան կայսրությունում կամ նույն հիմիկվա Թուրքիայի Հանրապետությունում թեկուզ քանի խմբագրատուն կար հայկական, քանի գործող եկեղեցիներ, քանի հայկական դպրոց։ Չէ, ես չեմ ասում բարեկամաբար վերաբերվենք, բացարձակ ես զգացմունքային առումով դրա կողմնակիցը չեմ, բայց հարաբերությունների կարգավորման բան եմ, կողմնակից եմ։ Եվ բնականաբար կարող եմ իմ զգացողությունը փորձել զսպել ու կառավարել, որովհետև գիտեմ, որ հարաբերությունների կարգավորումը իմ պետության շահերից է բխում։ Այդպես մտածել են նաև բոլոր 3 նախագահները իմիջիայլոց, եթե այստեղ փորձեն որոշ ընդդիմադիրների ներկայացուցիչներ սս թփրտան, հանգիստ եղեք, 3-ն էլ այդ նույն կարծիքին են եղել։ Բա եթե 3-ն էլ նույն կարծիքին եք եղել, ու հիմա էլ եք նույն կարծիքին, դուք չեք ասում, որ գանք թույլ չենք տալու Թուրքիայի հետ հարաբերություններ։ Դրոշը վառելով ասենք եթե այնտեղ մեր դրոշը վառեն, դուք ցանկություն եք հայտնելու հարաբերություն ունենալ, բնականաբար չէ։ Այսինքն դա նույնպես իմիջիայլոց այդ պահանջը ինչն է, դաշնակցականները մինչև այսօր ձևակերպել են, օրինակ պահանջը ինչն է, Թուրքիան ենթադրենք ճանաչեց ցեղասպանությունը։ Ինչ պիտի հետևի դրան։ Հիմա շատերը կասեն փոխհատուցում։ Լավ,
փոխհատուցում ինչ տեսքով։ Հողային պահանջներ ունեք։ Իմիջիայլոց Աղվան Վարդանյանը մի օր Պետրոսի հաղորդմանը հյուր էր, ու մարդը հստակ ներկայացրեց, որ ոչ, հողային պահանջ չունենք, ոնց կարող ենք ունենալ։ Այսինքն, սենց ինչ-որ այս կողմից էս են քարոզել, ոնց որ այս ընդդիմադիր գործունեության մեջ, փորձում են ակցիանի մեջ դնել, հաղորդման սկզբում որ ասում են, իզուր չենք ասում։ Այդ նույն ձևի հետ հարցում են։ Մեկ են ասել, մեկ էս, էլի շուստրություն անելով տենց յոլա գնանք, տեսնենք ինչ է ստացվում։ Դաշնակցական կառույցի քաղաքական գործունեությունը շուստրություն անելու վրա է հիմնված։ Եվ սա չեմ ասում, որ չգիտեմ ինչ էլի, սա հենց բնութագիրն է ձեր։ Լավ կանեք, գնեք վերանայեք, ամոթ է։ Հայաստանի Հանրապետություն, ես չեմ տեսել եւս մեկ ժողովուրդ, աշխարհում շատ ժողովուրդներ են եղել, որ ցեղասպանության են ենթարկվել ամեն ինչ, այսօր ունեն պետություն։ Ես չեմ տեսել որևիցե ժողովուրդ, ով իր երկրի ներսում ազգային ինքնության պահպանման համար ինչ-որ բան ձեռնարկի այդպիսի։ Ոչ, դրանք լինում են պետական ծրագրեր, օրինակ, ասենք ազգային ինքնությունը իհարկե պետք է պահպանվի, բայց պետական ծրագրերով, նույն դպրոցներով, դպրոց կառուցելով, որտեղ որ երեխաները դպրոց կհաճախեն, դասագրքերը պետքա շարունակաբար վերանայվեն եւ ավելի հստակ ներկայացնեն շատ բաներ, որովհետեւ մեկը ինձ տաճ է, որ ես տեսնում եմ, պատմության գրքի մեջ այն երկուսին նախագահ են ներկայացնում ու Արցախյան բանակցություններից ես իմ ինչ փիլիսոփայություններ ա դրած, մեկ վերանայեք այդ ամեն ինչը։ Դրանք այդ ամեն ինչին գնահատական է պետք տալ։ Գնահատական Արցախյան բանակցություններին 30-ամյա պետք է տալ գնահատական, որպեսզի դա այլևս որևիցե մեկը իրավունք չունենա շահարկելու։ Թե չէ մի կողմից մարդկանց սովորացնում ենք այն, մյուս կողմից քաղաքականապես խոսվում է այն, մյուսը դες ոնց կլինի։ Կամ նույն Թուրքիայից հողերի պահանջներ, ոնց հասկացա դուք չունեք։ Այնուամենայնիվ էթնիկ հայությունը մենակ այդտեղ է ապրել։ Ինչի համարձակություն չեք դրսևորում, օրինակ Պարսկաստանից նույնպես պահանջեք տարածքներ։ Ինչու համարձակություն չեք դրսևորում, Ադրբեջանից էլ պահանջեք տարածքներ, ոչ միայն Արցախի, Լեռնային Արցախի տեսքով, բանավանդ հաղթանակած եք, Արցախ աշխարհի տեսքով, Նախիջևանի տեսքով։ Ինչու համարձակություն չեք դրսևորում Վրաստանից պահանջներ Վրաստանի հանդեպ պահանջներ ներկայացնեք։ Ինչու համարձակություն չեք դրսևորում Սիրիայի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնեք։ Այո, Սիրիայի մի ամբողջ Կիլիկյան թագավորության տարածաշրջաններն են այդ կողմերի վրա։ Որովհետև այդպիսի հրահանգներ ու ծրագրեր դեռ վերևներում, հյուսիսներում չեն կազմել։ Ախր տեսնում եք, որ կեղծեք, էլի ամեն ինչով կեղծեք։ Այնպես որ իմ գործը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կարծում եմ բավականին շիտակ ու պարզ է եւ բավականին անկեղծ, ես զբաղված եմ իմ պետության ամրացմամբ, կայացմամբ, ինքնիշխանության ամրապնդմամբ, որը միակ գրավականն է իմ սերունդներին ազգային ինքնությունը պահպանելու հարցում։ Վերջ, տարբեր կազմակերպությունների առաջարկած ինչ-որ պրոյեկտների մեջ մտնելու կարիքը չեմ տեսնում ու դժվար է ինչ-որ մի օր տեսնեմ։ Առաջ շարժվենք, այստեղ մի քիչ ոնց որ թե երկար կանգ առանք, դրա մասին դեռ մեզ հնարավորություն կտան վստահաբար դաշնակները խոսելու։ Հիմա գանք կեղծ թեզերին։ Շարունակում են ստերով, խաբելով ժողովրդին առաջ գնալ, թքած ունենալ հեծի վրա, թքած ունենալ իրավական համակարգի վրա, թքած ունենալ օրենքների վրա, զոռբայությունով առաջ գնալ եւ շարունակել ստեր խոսել։ Օրինակ,
Նարեկ Կարապետյանը պնդում էր անում մի հաղորդման հյուրեր, որ տարեկան 3000 ընկերություն է փակվում։ Ոսում այնքան վատ ավիճակը, տարեկան 3000 ընկերություն է փակվում Հայաստանում։ Ժողովուրդ ջան, սա չի համապատասխանում իրականությանը, սա ասում է ձեզ խաբելու համար, ձեր մեջ նեգատիվ մտցնելու համար, սա իսկ նեգատիվ մտցնելու մասին մտածում են, նեգատիվ մտցնում են այն քաղաքական ուժերը, ովքեր երբեք չեն մտածում ու չեն էլ մտածելու ձեր մասին։ Ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների պատկերը հակառակն է։ 2025-ին բացված ընկերությունների թիվը 9930-ով ավելի է, քան փակվածներինը։ Աշխատանքի անցածների թիվը 19596-ով գերազանցել է աշխատանքը կորցրածների թվին։ Նարեկ Կարապետյան, որպես տենց շատ բիզնեսմենի ընտանիքի ներկայացուցիչ, ով նենց իբր ներկայանում ես, որ լավ փորձեր ունեք բանման, կասեք, սա ինչ թիվ է։ Ինչ է սա ինչի արդյունքում է եղել։ Գուցե լավ կառավարման, չէ՞։ Թե չէ։ Ինչ է խափում մարդկանց։ Ու գիտես, վատն է նա, որ այդ սուտը արդեն անգամ այդ ստերի մերկացում արդեն ամենահետաքրքիր զբաղմունքներից չի, որովհետև այդպես պետք է ամբողջ օրը նվիրենք ձեր հետևից գնալուն, տեսնենք, իսկ դուք մի նախադասության մեջ 5-ած սուտ ոնց չլինի, կասեք, այդ 5-ն էլ դնենք, փորձենք պարզաբանել։ Հետո մինչև փորձենք պարզաբանել, մյուս նախադասությունն է գնալու նոր 5-ած ստով։ Մի հետաքրքիր տեղեկություն տարածվեց գեոպոլիտիկ տելեգրամյան ալիքով։ Մեր տեղեկություններով ապրելու երկիր կուսակցությունն այսօր հայտարարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին աջակցելու մասին։ Ոչ թե միանալու դաշինք կազմելու, այլ նրանց աջակցելու։ Կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանեթ Հանդիլյանը չեն լինի ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակում, սակայն ցուցակում ներգրավված կլինեն ապրելու երկրի մարզային կառույցների պատասխանատուներ։ Ինչ վերաբերվում է Հայակվե կուսակցությանը, այդ կուսակցությունը ըստ մեր ունեցած տեղեկությունների աջակցություն կհայտնի Սամվել Կարապետյանին, բայց ներկայացուցիչ չի ունենա ուժեղ Հայաստան դաշինքում։ Պրոռուսական աշխատանքներ։ Բա որ նույնականացնում ենք Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին, նույնականացնում ենք նրանց հանձնարարություններով Հայաստանի Հանրապետություն գալը, նույնականացնում ենք գործելավ ոճը, ֆինանսական կողմից sense բաները, այս սրա համար ենք ասում։ Եվ մարզերում ցավոք սրտի քաղաքացիներին խաբեցին, ասեցին գիտեք ինչ, ձեզ փոփոխություն է պետքա նոր ուժեր լինեն, ու եկան օրինակ ապրելու երկիր կուսակցության ուժերը, շատերը տնտրեցիք։ Ու ասեմ, ձեր մարզերում մարզպետարանի գործունեությամբ կապակցված կամ համայնքապետի, որտեղ որ սրանց ներկայացուցիչներն են, կապված նրանց գործունեությամբ որևիցե փոփոխություն չի եղել։ Չի եղել, եթե եղել են փոփոխություններ, դրանք եղել են պետական ծրագրերով, գործողություններով, որոնք որ մարզպետի կառավարման հետ կապ չունի։ Ասենք, օրինակ, միջպետական ճանապարհը կառուցվել է, կամ համայնքում կառուցվել են ճանապարհներ, որը համայնքի բյուջեով չի արվել, կամ նրանց կազմակերպվածը չի, դա պետական բյուջեով է եւ իշխանություններն են արել։ Իսկ այն մյուսները, որոնք որ պիտի մարզպետները կամ համայնքի ղեկավարները անեին, ովքեր որ նույն ապրելու երկրից են, նրանք մատներին չեն տվել, բայց փոխարենը գիտեք ինչ են արել։ Դուք գնացել ասել եք, բայց ինչ բանը խի չի լինում, իրանք ասել են, դե ուրա չեն անում։ Ու մեկը ձեզանից չեք հարցել, իսկ դու ով ես այստեղ նստած։ Իսկ դու ինքդ ինչ պիտի անեիր, որ չես արել, մի հատ էլ ցույց տուր։ Ցույց տուր, ինչ հարցով ես դիմել, որ չի ստացվել։ Իմիջիայլոց այդ իմաստով այո, Արուշ Արուշանյանը շատ լավ կարողանում է աշխատել։ Նա չի ասի թե բանը ԿՊ-ի դաշտում, հա, նա ընդդիմադիր է, բայց պետական
ծրագրերը կարողանում է ներկայացնել ինչա պետք բանին Գորիսին ու ծրագրեր քաշել տանել Գորիս եւ Գորիսը զարգանում է, այսինքն աշխատում են նրանք։ Իսկ այդ ձեր մոտերքում շատ տեղերում սրանք ոչինչ չեն անում եւ ձեր մեջ դժգոհություն առաջանում թե բայ իշխանությունները ոչինչ չեն անում։ Ոչ, դուք ունեք տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանցից որևիցե բան պահանջել եք, թե ինքը ձեր աղբոր տղենա, մորքուրի թորնա կամ վերևի գյուղի հարևան բարեկամ խնամինա։ Իհարկե չեք ներկայացնի։ Այնինչ հենց նրանց պատասխանատվության գոտումը։ Հիմա այս մարդիկ ձեր մեջ ներարկել են ինչքան կարող են բացասական բաներ ու սատարելու են տաշիր սամոին։ Ու այդ ձեր միջից ում կարողացել են կոտրել, հիասթափացնել մենտալիտետը, պատկերացումները փոխել եւ այլն, փորձելու են բերել, մտցնել, որպեսզի դուք տաշիր սամոին ձեն տակ։ Ամենայն դեպս իշխանություններին ձեն չտակ։ Սա ռազմավարություն է։ Եվ ձեզ չտվա, թե դուք ինքնուրույն կմտածեք ու կարողանաք սրա դեմն առնել, որովհետև քաղաքական տեխնոլոգիաները, որոնք որ կիրառվում են, հավատացեք լուրջ ինստիտուտներով փորձարկումներ են անցած։ Եվ միջին խավի մարդը, ասենք օրինակ ինձ նման մարդը, իմ պարագայում իմ աշխատանքը այնպեսին նա, որ դրանք ըմբռնում ընկալում եմ, չնայած անգամ ես երբեմն սխալվում եմ այդ առումով եւ տրվում եմ ինչ-որ բաների, հա, այնուամենայնիվ տեղեկացված լինելով տրվում եմ էլի ինչ-որ բաների։ Դուք առհասարակ չեք կարող պաշտպանվել։ Չեք կարող։ Դրա համար պետք է մի քիչ վերլուծությունները այլ հարթություն տեղափոխել։ Պետք է ինֆորմացված լինել, թե իրականում ինչ է համայնքը, ինչա տեղական ինքնակառավարման մարմինը, ինչ պարտականություններ ունեն, ինչու թափանցիկ չեն ներկայացնում իրենց արածն ու դրածը, ինչու, որևիցե համայնքում բնակվող կարա ասի, որ գնացել է իրենց համայնքապետարան ու կարողացել է ծանոթանալ համայնքում արվող աշխատանքներին, դրանց որակին, ինչքան է ծախսվել դրանց վրա եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ այս ամեն ինչը կարա լինի միայն քաղաքացիների պահանջով։ Եվ այն որ ասում ենք ինչպեսին քաղաքացին է, այդպեսին երկրի կառավարումն, այսինքն քաղաքացին ըստ էության ներկայացնում է, հայելին է իր պետության ու իշխանությունների ու ընդդիմության։ Այս սրա համար ենք ասում։ Ինչքան չես հետաքրքրում, ինչքան չես զոհ ես գնում ինչ-որ հարաբերությունների, այնքան շահագործվում ես։ Սա նոր բան չի։ Իմիջայլոց, դարձյալ այս ֆոնին, լավ, դա թողնենք հետո կանդրադառնանք, ուրեմն Վալոդիա Հակոբյանի գրառումը ընթերցեմ, ընդդիմությունը հարձակման էր անցել Սարիկի մասով, Սարիկ Մինասյանի մասով, վայ տեսեք ինչ էր անում, իսկ Սարիկ Մինասյանը ինչ էր արել, ֆեյք հարձակումներ էին եղել Սարիկի վրա, հայհոյախառն լեքսիկոնով, բան տղա է, հունից դուրս էր եկել մի երկու օկուն իրաց լեքսիկոնով պատասխանել էր, մեկ էր սրանք հելել են, բայց ինչ համարժեք պատասխան էր տվել, այս ինչա բաման, ամեն դեպքում Սարիկը Մինասյան իր լեքսիկոնի համար ու համարժեք պատասխանելու համար իր դաստիարակությունից ելնելով ասաց ներողություն ժողովուրդ ջան, որ հունից դուրս եմ եկել։ Չնայած դա ներողությունը լավ բան է։ Ու ինչ են անում ընդդիմադիրները։ Հիմա Վալոդիա Հակոբյանի գրառումը կարդամ, ընդհանուր կպատկերացնենք։ Նոր Instagram-ն էի թերթում ու բերեց Ազատության ռեպորտաժը Սարիկ Մինասյանի Facebook-յան կոմենտների մասին։ Մտածեցի մտնեմ տեսնեմ օրերս ավելի լուրջ թեմա էլ կար ընդդիմության մասնակցությամբ։ Դրա վերաբերյալ ռեպ կա, տեսնեմ Արուսակ Ջուլհակյանի մասով են սարքել։ Թերթեցի, իսկ ընդդիմության մասով ինստայում ռեպ չկար։ Ռեպը ռեպորտաժ, ժողովուրդ ջան, բանի մասին չի, երաժշտական ժանրի մասին չի։ Ուղղակի որ Վալոդյան էլ ինքը բանի աշխատող է, ռեպը դա։ Հիշեցնեմ, Սարիկ Մինասյանը ֆեյքերի, հայհոյանքներին ու վիրավորանքներին համարժեք պատասխան էր տվել, ապա հանրությունից ներողություն խնդրել։ Ջուլհակյանը միտքը վատ էր ձևակերպել ու քննադատությունը թիրախավորում էր դարձել։ Դարձյալ ներողություն էր խնդրել։ Իմիջիալից ես այստեղ կարող եմ ավելացնել նաև Անդրանիկ Քոչարյանին, ում տեսակ ինչ սարքեցին։ Բայց այլ բան նկատվում է, ուղղակի միտքը լավ չէր ձևակերպել, բայց
Նա էլ ներողություն խնդրեց, ոչ թե ներողություն խնդրեց դա ասելու համար, այլ ներողություն են խնդրում այդպես ձևակերպելու համար, որ ճիշտ չեն հասկացվել ու պիտի ավելի բան լինի։ Մի խոսքով, իսկ ընդդիմությունը սեփական ընտրողներին Շուն Շանգյալ ու Բոշա էր անվանել, որից հետո ներողություն չէր խնդրել։ Մի բան էլ մեր վրա էին սկսել մունատ գալ ու մեր գրպանը գցել իրենց կեղտոտ խոսույթը։ Շատ տեղերում այո, բան են անում, այ տեսեք Փաշինյանը երբ որ ազգային ժողովում ցիտեց նրանց խոսքը, ասեց այ ես չեմ կարող թույլ տալ, որ մարդկանց այսա ասեն, սրանք դուրս եկան, ասին տեսեք Փաշինյանը ժողովրդին ասում է Շուն Շանգյալ։ Գժի դարա։ Ու սկսեցին դա համոզել, պատկերացնում եք իրենց էլեկտորատին, որպեսզի սրանք չփախնեն, այ դրա համար էին դա համոզում։ Բայց մեկը ներողություն չխնդրեց։ Մի բան էլ իսկ Ազատության Instagram-ում դրա վերաբերյալ ռեպորտաժ չկար։ Չլինի Ազատությունը ներքաղաքական շահ, կողմնապահություն ունի, իսկ պետ դեպում գիտեն, վստահ եմ, որ ոչ։ Թե լրագրողների չար, սև, կեղտոտ գործողությունները, անհամարժեք, անհավասար գործողությունները ինչերի կարող են հասցնել։ Հետո գնում եք, նեղվում եք, Փաշինյանի մոտ կանգնում եք բրիֆինգի ժամանակ, սկսում եք ձեր նեղվածությունը արտահայտել, թե մենք թիրախավորված ենք, էսենք ենք։ Իսկ դուք իսկապես ձեր խղճով ո՞նց եք դուք գործել։ Հավասար ներկայացրել եք իրավիճակները։ Հեչ պահանջ ձևակերպել եք, թե ովքեր պետքա ներողություն խնդրեն, որ չեն խնդրում։ Իհարկե ոչ, որովհետև դուք ձեր մեծամասնությունը նրանց ճորտերն եք։ Եվ գոնե մեկը ես, այո, անընդհատ ներկայացնում եմ ձեր թուլամորթությունը ու ներկայացնելու եմ ձեր թուլամորթությունը, ինչքան որ նկատեմ։ Խոսքս բնականաբար բոլորին չի վերաբերվում, ում որ վերաբերվում է, նրանք շատ լավ հասկանում են։ Հենց սեղանին պարկող լրագրողին էլ ասեմ, հարցնեմ մի հատ, եթերի վերջնահատվածում չնայած ժամանակ անցել է։ Այն որ Ռոմանոս Պետրոսյանի դեմ սեղանին պարկել, չգիտեմ ինչ է իրանում։ Դու ընթերցել ես այդ գրառումը, որ 4.1 միլիարդ դրամ մուծվել է բյուջե, 2.4 միլիարդ էլ դեռ մուծվելու է։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։